Պարոն Ղուկասյան, քան որ անդադ Ռուսաստանից եք, հա, խոսում դուք կողմ եք օրինակ Հայաստանի եւ Ռուսաստանի միութենական այդ պետության գաղափարին, թե այնուհանդերձ անկախությունը բացարձակ արժեք եք համարում։ Ես մի բան ասեմ։ Ուրեմն ես դες ասեմ, ես հայամետ եմ։ Ու գիտես մի քիչ սիրուն չէ, իսկական շատ հայրենիք սիրող անձնավորություն եմ։ Ես գիտեմ, որ այս 3 միլիոն ժողովուրդը, որ մենք ունենք, այս 300-320 միլիոն թուրքա լեզու ազգի մեջտեղը, որ կանգնած ենք, ես գիտեմ, որ մեր մեծերը, բոլորը Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից, որ ասում է օրհնվի այն Սահակը, որ ռսի օրհնած ոտը հայոց լիսաշխարհը մտավ, եւ այդպես մեծ Իսահակյանից, Թումանյանից, որ ասում է այն մեր փրկությունը իրոք ռուսի հետ միացության մեջ է։ Ես ուզում եմ նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա ընկնի ոտքերի տակը։ Այսպես ես չգիտեմ ինչ կարողանա բանակցել, տղամարդ լինի, որ կարողանա իրենց հետ բանակցել եւ ռուսի սխալները, ասի գիտեք, դուք այս հարցերում սխալ եք։ Դուք մեր նկատմամբ այսպես լավ չեք պահում։ Այդպիսի ղեկավար է պետք։ Եվ վերջում էլ արդյունքը սա է։ Թուրքա Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Պետականություն չունեք, մորտված, սպանված, քանդված, ավիրված գերեզման չունեք ընդուպ։ Ռուսը Հայաստանը ինչ վիճակի մեջ է։ Թուրքը մեր նկատմամբ ինչ է արել, ռուսը մեր նկատմամբ ինչ է արել։ Ինչ որ կառուցվել է այդ 75 տարվա մեջ կառուցվեց։ Հիմա դրա համար այդ ամեն ինչը մենք չտեսնելով, եթե ուզում ենք չտեսնել, դա ես չգիտեմ ինչ մարդ պետք է լինի, որ այդ ամեն ինչը չհասկանա։ Հետո մի բան գիտեմ։ Մի բան։ Սա բարձրաձայնում եմ։ 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիլվիզում Հայաստանի այն ժամանակվա կառավարությունը Ռուսաստանի հետ կնքեց պայմանագիր, որ ռուսները պետք է պահեն ուրեմն Նախիջևանը, Սյունիքը եւ Արցախը։ Նույն ժամանակահատվածում Սևրի պայմանագիրը կնքեցին, որ պետք է լիներ 160,000 քառակուսի կիլոմետր Հայաստանը։ Եվ Վիլսոնը հաստատեց դա։ Դրանից հետո մի քանի օր հետո թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը Սևրի պայմանագրից հետո եւ եկան հասան մինչեւ Երևան։ Այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը Ալեքսանդրապոլի խայտարակ պայմանագիրը կնքեց եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Արևմուտքը գցեցին իրար վրա, Ֆրանսիան Անգլիայի վրա, Անգլիան Ամերիկայի վրա եւ Հայաստանը դարձավ 9700 քառակուսի մետր։ Եթե ռուսները չկային 29800 քառակուսի մետր մենք հիմա չէինք ունենա։ Էլի ռուսները պահեցին, որ դարձավ 29800 քառակուսի մետր։ Լսեք, սխալներ ունեն։ Բայց պետք է մեր երկիրը այնպիսի մարդ ղեկավարի, որ ոչ թե խապի, այստեղ բան պայմանավորվի, նրանց հետ պայմանավորվի։ Այստեղից ռուսկա թեռնի նորմալ մարդ է պետք, նորմալ մարդիկ են պետք, որ գնան խոսան, այս մենք սխալվել ենք, մենք ազգովի սխալվել ենք, այդքան բան։ Հետո մի բան էլ ասեմ, գիտեք ինչ կա։ Հերիք է պաշտոնի համար, փողի համար գնաք սխալի հետևից։ Գիտեք ինչ ամենամեծ սարսափելի բանը դա է։ Ծախվում են պաշտոնի համար, ծախվում են փողի համար եւ գնում են այն թեկտածու յետևից, որ իրենք էլ տեսնում են, որ այդ թեկտածուն Հայաստանը տանում է կորձանման։ Այդ սկզբունքը պիտի վերանա այս ազգի միջից, եթե ոչ, մենք այսօ ավելի վատ վիճակի մեջ կլինենք։ Ներեք, պարոն Ղուկասյան, ի վերջո դուք կողմ եք, թե ոչ միութենական պետությանը։ Կողմ եմ։ Բելարուսի սկզբունքով։ Այսօր իր գրառմանից Սարիկ Մեսյան ասել է, որ ճգնաժամը այնուամենայնիվ ամխոսատել է այսպես կառավարել։ Թող լինի, Սարիկս թող լինի, մենք իրար հետ կտեսնենք, կխոսենք, ընդհանուր հայտարարի կգանք Սարիկի հետ։ Ես գիտեմ, որ Սարիկը Երևանից դուրս կգա, Լեննականի համար առաջինը կմտածի Գյումրիի համար, հետո կուսակցական մտածելակերպ կու, ինքը այդպեսի տղա է, ես իրան հավատում եմ։ Պարոն Ղուկասյան, դուք ձեր քարոզարշավի ժամանակ ասացիք, որ երբ որ ընտրվեք Ռուսաստանից գալու են գործարաններ։ Միանշանակ։ Ռուսաստանից գալու են գործարարներ, այստեղ պիտի մենք հիվանդանոցի խնդիր լուծենք Ռուսաստանի հետ, այստեղ պետք է գործարանների, համատեղ գործարանների ձեռնարկությունների խնդիր պետք է լուծենք եւ կտեսնեք, որ այդ ամեն ինչը կլինի։ Ես հույսով եմ։ Եվ ես առաջարկում եմ Եվրոպամետ կուսակցություններին։ Դե թող իրենք էլ որ իրենք ուրեմն կապը հաստատում են Եվրոպայի հետ, ուրեմն մենք տրամադրելու ենք տարածքներ, ամեն ինչ անում ենք, ոչ որ ռուսների ենք անում, ռուսների հետ ենք հիմա այդ սկզբունքը որդեգրել, իրանց էլ ասում ենք, թող իրանք էլ Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ որդեգրեն այդ սկզբունքը եւ կշահի Գյումրի քաղաքը եւ Հայաստանի Հանրապետությունը։
Կարոզարշավի ընթացքում հեչեցրած բառաֆոնդի բառամթերքի մասով գուցե եւ Եվրոպան օրինակ գրանտներ չտրամադրի, ինչ է լինել։ Ինչի այդ միլիոն դոլարներն որ Սորոսից ստացել է դրա մասին չի մտածում ինքը։ Հիմա իրան պետք է ասենք որ Լևոն ջան այդ փողերից բեր քաղաքին հլնայինք ինչ կենես։ Հատուկ ես իրան պետք է կանչեմ իր այդ խոսա։ Այսա ձեզ կքննադատեմ որ ասեք կողմեք միութանական միությանը։ Ոչինչ թող քննադատեն, ես հետ չեմ վախենում, ես շատ ճիշտ եմ մտածում, այո, պետք է մենք Բելարուսի ես կողմնակից եմ, Բելարուսի սկզբունքով պահել այս ամեն ինչը։ Մեզ ռուսի սապոկի տակ եք տանում, պարոն Ղուկասյան։ Ոչինչ, թող հետաքրքիր չէ։ Բանկախությունը։ Ոչ, անկախություն է։ Ինչի Լուկաշենկոն այսօր այնպես է նստում։ Լուկաշենկոն է լավ նստում է մնացած ձեր երկրները։ Հələ մի հատ նայեք Լուկաշենկոն իրան ոնց է պահում։ Ինչի նույն ընտրությունը, նույն ամեն ինչը մենք այդ ամեն ինչը տեսել ենք։ Հիմա քանի որ այսպեսի ներողություն, մենք քանի որ այսպեսի հարևաններ ունենք։ Մենք այս հարևանները որ ունենք, մենք կարող ենք այս հարևաններին փոխել։ Չենք կարող։ Չուզենալով այսպեսի հարևաններ ունենք, պատկերացրեք։ Մենք Եվրոպայում չենք գտնվում։ Ցավոք սրտի, այդպես է, մեր հարևանները այսպեսին է։ Այո, մեզ պետք է այնպիսի մի երկիր, որ հիմնվենք իր վրա։ Թե չէ սրանք կթափեն մեր վրա, մեր այսքանի մեր երեխեքին է տանին կկործանման ու ես չգիտեմ։ Ես այդպես եմ գտնում, բայց պայմանները պաշտպանել այսինքն Հայաստանի անկախությունը եւ շատ խնդիրներ, այո, սուվերեն այդ ամեն ինչը պաշտպանելով ոչ թե գնալ, պարգել, լգնել ոդաստատ, այլ պաշտպանել այդ ամեն ինչը, այդ սկզբունքները, որը միանշանակ կողմ եմ ես դրան։